Այս կիրակի Մայրավանքում Գարեգին II ամենայն հայոց հայրապետի հանդիսապետությամբ եպիսկոպոսական ուխտի պատարագ մատուցեց Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Պատարագին մասնակցում էին Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովի առիթով Հայաստան ժամանած կենտրոնական վարչության անդամներն ու բարերարները։ Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստյան կարգ երջանկահիշատակ Գարեգին I ամենայն հայոց կաթողիկոսի, Երուսաղեմի հայոց պատրիարք Տեր Թորգոմ arczepiskopos Մանուկյանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության բարեհիշատակ նախագահների և Սիրիայում պատերազմական գործողությունների հետևանքով զոհված հայրենիների հոգիների խաղաղության համար։ Աղոթք հնչեց նաև Մայրտաճարի բակում Գարեգին I հայրապետի շիրմաքարի մոտ։ Ներկաները հայոց հայրապետի առաջնորդությամբ շրջեցին հին վեհարանում, ծանոթացան նորոգման աշխատանքների ընթացքին։ Հին կաթողիկոսարանը Մայրաթորի թանգարաններից է, այն կառուցվել է Ղազար Ջահկեցի կաթողիկոսի օրոք 1738-ից 1741 թվականներին և 20 կաթողիկոսների համար վեհարան է ծառայել մինչև 1962 թվականը։ Այս կառույցի վերջին բնակիչը եղել է Վազգեն I լուսահոգի հայրապետը, ով խորհրդային իշխանություններից ետ ստանալով նոր վեհարանի շենքը փոխադրվել է այնտեղ ապրելու։ Այս շինությունը ծառայում էր որպես թանգարան Վազգեն կաթողիկոսի գահակալության տարիներին, ուր ցուցադրվում էին մասունքներ, անձնական իրեր նախկին հայրապետների կողմից գործածված։ Մեր մտածումը եղավ այս շինությունը նույնպես վերանորոգել, որովհետև շուրջ 40 տարիներ այն նորոգություն չէր ունեցել և գտնվում էր քայքայված վիճակում։ Վերանորոգման աշխատանքները կատարվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ և Վերա Սեդրակյանների բարերարությամբ։ Շինարարության ընթացքում պարզվեց, որ շենքը սեյսմակայուն չէ և ամրացվեց հիմնավորապես, իսկ մի մասն էլ ամբողջությամբ քանդվեց և կառուցվեց։ Շինարարության ընթացքում կառույցի ներքնամասում հայտնաբերվեց քարաշեն կամարակապ մի շինություն։ Մասնագետներ հրավիրվեցին, ովքեր ուսումնասիրություններից հետո եզրակացություն տվեցին, որ կառույցը 7-րդ դար է թվագրվում և հավանաբար հնում դամբարան է եղել։ Մեզ համար մեծ կողմնակություն է և ես իսկապես կուզեմ իմ և ընտանիքիս և դիգնիս մեր խորին շնորհակալությունները հայտնել վեհապար հայրին, որ առիթ ընձայեց մեզի, մենք ալ մեր համեստ մասնակցությունը բերենք Էջմիածին շինարարական գործին։ Հին վեհարանի վերանորոգումից հետո թանգարանից բացի այստեղ նաև կացարաններ կլինեն բարձրաստիճան հոգևորական հյուրերի համար։ Կա նաև ընդունելության սրահ։ Վեհապար հայրապետը լիահույս է, որ մի քանի ամսից ամբողջությամբ կավարտվեն հին վեհարանի շինարարական ու կահավորման աշխատանքները։